Ողջույն ժողովուրդ ջան, ուզում եմ մի մտքով կիսվել ձեզ հետ։ Ուրեմն մի 2 օր առաջ ավակ ընկերոջս էի խոսում, ավակ թե տարիքով, թե իր ապրածով, արածով, դրածով, իր վայելած հարգանքով, պատկառելի մասնագիտությամբ բժիշկ ու շատ լավ բժիշկ, ու զրուցում ենք, դե մի հարցով էի զանգել, խորհրդի կարիքն ունեի, հետո հարցնում եմ ոնց ես վաղուց չենք տեսնվել եւ այլն, դե ներկայացրեց ինչքան ծանրաբեռնված, ասում է գնել ջան չես պատկերացնի, օրը 8-10 մինչև 12 օպերացիա ենք անում, վիրահատություն ենք անում, հիմնականում 65+ մարդիկ են, մի խոսքով հոգնած, գերհոգնած արդեն մի կերպ տուն եմ հասնում, ասում, բայց ամեն դեպքում ես քանի օր է կհանդիպենք։ Ու այստեղ սկսեցինք մի քիչ զրուցել, էլի, ասում եմ, բայց տես ինչ է ստացվում։ Մի կողմից իհարկե լավ է, որ կա առողջապահության ապահովագրությունը պարտադիր եւ կենսաթոշակ ստացողներն էլ արդեն անվճար հիմնականում բուժումը ստանում են, ընդհանուր վիրահատություններ, ամենաբարդ վիրահատություններ նույնպես է թվում։ Բարև ձեզ։ Ու ասում բայց ինչ է ստացվում, էլի, այդ մարդիկ 65+, 20 տարի առաջ եղել են 45+, այսինքն եղել են այն տարիքի, ինչ տարիքի, որ ես եմ հիմա։ Ու ինչքան հետևողական չեն կարողացել լինել իրենց առողջությանը, այսինքն առողջությունը իրենց առաջնային չեն դասել, առաջնային դասել են տուն պահելու խնդիրը, կենցաղային հարցերը, երեխաների կրթությունը եւ այլն, ու իրենց ուշադրություն չեն դարձրել, դե գիտենք ոնց է եղել, չէ՞, որ այսօր այս կարգավիճակին ենք հասել։ Ու այստեղ ինչն է նաև լավ, ոչ միայն 65+ իրանց համար է լավ, այլ նաև լավ է ինձ համար, որովհետև ես վստահ եմ, որ չի հասնի բանը դրան, հասկանում եք։ Այսինքն առողջությունը մարդու միայն լոզունգ է եղել, թե իբր առողջ հասարակություն, բայց իրականում ոչ մեկին պետք չի եղել քաղաքացու առողջությունը։ Գիտեք, առողջապահության ապահովագրության այս ձևը շատ վաղուց ամբողջ աշխարհում կա, շատ վաղուց։ Եվ այո, հնարավոր եղել է սա անել 20 տարի առաջ, եւ այսօր չէինք ունենա հիվանդանոցներում ծանրաբեռնվածության այս պատկերը։ Եվ ինչքան մարդիկ դեռ կհասցնեին օգտվել դրանից, ինչքան մարդիկ չհասցրեցին օգտվել դրանից, հա, ինչ հետևանքներով, ինչքան վաղաժամ մահեր են գրանցվել եւ այլն, հազար ու մի բան։ Այսինքն ես մեկը առաջարկում դիտարկել ոչ թե տեսանկյունից, որ բա ինչ լավ է, մեր 65+-ները կարող են օգտվել այդ ապահովագրությունից եւ ճիշտ գնահատել, այլ նաեւ նրա համար որ սա պետություն է, ու պետության մեջ քաղաքացին հասարակության առողջ լինելը ռազմավարական կարևորագույն տեղում, հորիզոնականում է գտնվում եւ քաղաքացիները կարող են օգտվել դրանից եւ կարող են վստահ լինել նաեւ, որ այո, իրենք եւս երբ որ հատեն այդ շեմը, օգտվելու են այդ անվճար առողջական, այդ վստահությունը մենակ ինչ ասես արժի, անկեղծ եմ ասում։ Կարելի է մտքով էլի հետ գնալ, շատ մտորել, խորել ես ամեն ինչի մասին, իմ ընկերների հետ էլ խոսելուց, ասում եմ գիտես ինչ, դու հիմա 45 ես, 20 տարի առաջ 25 էինք ու չէինք պատկերացնում, երբ ենք լինելու 45, հա, չէինք պատկերացնում, ռեալություն էինք անում։ Այսօր արդեն մի քիչ պատկերացնում ենք, թե ինչ արագ է անցնում ժամանակը ու 65-ը սարերի հետևում չի։ Ու վստահ չլինես, որ դու մի երկրում ես, որտեղ որ իսկապես քո առողջությունը պետական ռազմավարական հենքում է դրված, այսինքն պետությունը հոգում է ու պետությունը կարծում է, որ իր հասարակության առողջությունը առաջնային է իր երկրում, որովհետև մարդը արժեք է ստեղծում, մարդը ինքը արժեք է ու արժեք է ստեղծում, հետևաբար որքան առողջ հասարակություն ունենա, առողջ քաղաքացի ունենա, այնքան դա պետությանը
անհրաժեշտություն է եւ օգուտ է։ Այնքան այդ մարդը կլինի աշխատունակ, այնքան այդ մարդը կստեղծի էլի արժեքներ, այնքան այդ մարդու երկարակեցությունը կապահովի, բնակչության թիվը կլինի այն տեղում, որտեղում որ պետք է լինի։ Մի խոսքով, այսինքն ինչի համար էս կարճ վիդեո որոշեցի անել տեսանյութը, ես ուզում եմ որ մենք ճիշտ գնահատենք ոչ թե այս պահը, որ այս պահին է այդպես, այլ որ դա այլևս այսուհետ սիստեմատիկ բնույթ է կրում ու այդպիսին նա այսուհետ կյանքը գոնե առնվազն առողջապահության տեսանկյունից եւ հուսանք որ մեր ապագայում մեր բժիշկները չեն լինի նույնքան ծանրաբեռնված որքան հիմա են որ այդքան եկել կուտակվել հավաքվել է իրար գլուխ ու ծանրաբեռնված աշխատում են իմիջայլոս ջերմ հարգանքներս շնորհակալություններս բժիշկներին ովքեր այս ընթացքում խիստ ծանրաբեռնված իրենց գրաֆիկի մեջ եւ պոլիկլինիկայի աշխատողների մեր թվում կարողացան մինչև վերջ պատվով տանել եւ անտրտունջ տանել իրենց աշխատանքը հարգանքները ձեզ եղեք առողջ ժողովուրդ եղեք առողջ եւ կարողացեք շփվել ձեր ընկերների հետ լավ որ բոլորին